Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ Հայկ Նահապետյանից, շնորհակալ եմ պարոն Նահապետյան մեր հավերժացնելու համար։ Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Trip նախագծի այդ հիմնադրամի ղեկավարը նշանակվել է Սոկոլովը, եւ բյուջեն էր հայտնի 201 միլիոն, հիմա կրկնապատկվեց բյուջեն 402 միլիոն։ Սա ցույց է տալիս, որ ամերիկացիները շտապում են կամ չգիտեմ ինչն է փոխվում, որ շաբաթների ընթացքում իրենց որոշումները, բյուջեները փոխվում, ինչ կարող է փոխված լինել։ Դժվար եմ ասել, այդ ենթադրությունների գուշակությունների դաշտից է, եթե ես ինչ-որ գնահատական ասեմ, որտեղ այլ տեղեկատվություն չկա, թե ինչ են ավելացրել, այդ ուղին ինչի համար է, եթե այսպես Դե քննարկել ենք դա։ Դու հիմա եթե հասկանանք, այստեղ խնդիրը Իրանն է, չէ՞, առաջին հերթին, երկրորդ թուրքական աշխարհի կապը, ճիշտ է։ Հիմա Միացյալ Նահանգները ինչ խնդիր ա դրել, այդտեղ, ասենք, Պենտագոնը կամ կենտրոնական հետախուզական վարչությունը, ոչ դժվար եմ ասել, բայց որ արդեն նշանակում կա, իհարկե, կարևորը Ռուսի ազգանունով լինի, ազգությամբ հրեա ԱՄՆ քաղաքացի, այդպես։ Եվ իդեպ իր հետ եւս մի հետաքրքիր անձնավորություններ եկել ես վերջերս հանդիպումներում, նաեւ Հայաստանի իշխանություն կոչվածների վերադասի հետ էլ հանդիպեց, ինքը հրեա, Ռաբին, պատական չի Իսրայելի շահագրգռվածությունը, իհարկե Միացյալ Նահանգների միջնորդավորված ձևով, Իսրայելը այստեղ խիստ շահագրգռված է Իրանի խնդրի, նույնիսկ եթե ԱՄՆ նախագահը հիմա որոշակի հետքայլ անում, Իրանի հետ կապված առայժմ, հա, Իսրայելը չի ընկրկելու, Իսրայելը շարունակելու է օգտագործել ինչպես Ադրբեջանի, հիմա Հայաստանի եւ աշխարհագրական դիրքը եւ Իրանի սահմանը եւ օրվա իշխանությունների վերաբերմունքը, հա, եւ ասենք արծաթասիրությունը այսպես եւ բազում խոցելի տեղեր Մոսադը օգտագործելու է։ Հիմա տեսեք, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց եղավ վերջերս եւ այսօր մամուլը գրել է, որ Ռուսաստան Դաշնության նախագահը կոնկրետ ժամանակ է տվել Հայաստանի իշխանություններին որոշելու ԵԱՏՄ կամ ԵՄ։ Ռուսական մամուլի կամ կիսապաշտոնական, նաեւ պաշտոնական լրատվամիջոցների արձագանքից էլ հասկանում, որ ռուսները շտապում են ինչ-որ հարցում։ Որը կարող է լինել այդ շտապողականության հարցը։ Ի վերջո, բանով չէ, ԵԱՏՄ ղեկավար կազմը մինչև դեկտեմբեր է ժամանակ տրված, ասում են, դեկտեմբերին պետք է գագաթնաժողովին արդեն որոշված հարցով մոտենան մեզ։ Ռեստանց մենք մեր ԵԱՏՄ-ում լինելու այս խոսակցությունների մեջ արհեստականորեն ուռճացնում ենք մեր քաշային կարգ։ Մենք այդքան չկանք, որ Ռուսաստանը շտապի, չգիտեմ ինչ։ Այդ մենք ենք ուզում, որ մեզ այսպես մոլորակը պատտվի Հայաստանի, մեկ էլ Հայաստանի իշխանությունը։ Հրապարակային հնչել է, չէ՞, Պուտինի կողմից։ Ես նորից եմ ասում, հնչելը մի բան է, բայց որ մենք ուզում ենք ամեն ինչ պատտվի մեր շուրջ, այդպես չի։ Ռուսաստանն այսօր քանի պետության դեմ է պատերազմում, հավաքական առումով։ 58։ Հիմա ասենք 58 չլինի, 59 լինի։ Լավ, Հայաստանն էլ միացավ, ասենք հարավային Կովկասում ճակատ, վտանգավոր ճակատ փորձեն բացել կամ ուժեր կենտրոնացնել։ Հայաստանը սկսի մասնակցել Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան զորավարժություններին։ Այդ զորավարժությունները անդադ տեղի ունեն, չէ՞։ Վստահաբար թիրախը Իրանը չի, ոչ էլ աֆրիկական երկրները, էլի։ Ռուսաստանն է, չէ՞։ Հիմա Հայաստանն էլ կմտնի այդտեղ, բայց խանգարող գործոններ կան, այդ խանգարող գործոնները արագ ուզում են վերացնել։ Սահմանապահները 1, ռուս 102 բազան եւ տնտեսական ներկայություն հիմա գործընթացը տեղա գնում։ Չէ, ամենաբարձր մակարդակով է խիստ ասվում։ Երկու օր առաջ Դմիտրի Մեդվեդևը, որի ստատուսը Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է։ Այսինքն անվտանգության հարցերով հավաքական առումով Ռուսաստանի երկրորդ մարդն է։
նախագահը Ռուսաստանի նախագահն ինքը տեղակալն է։ Կա քարտուղար, հա, նախկինում Պատրուշևներ, հիմա Շոյգուն է եւ այլն։ Նրանք ավելի ցածր են։ Եվ խիստ էր ասել, որ Հայաստանը օգտագործվում է իրենց դեմ եւ այդպես կա, ոչ միայն Հայաստանը, հետխորթային բոլոր հանրապետությունները օգտագործվել են եւ օգտագործվում են եւ կօգտագործվեն, քանի դեպ Պոզդամ 2-ը չի եղել, աշխարհի վերաբաժանման իրավական ստատուս քվոն չի հաստատվել, կօգտագործվեն Ռուսաստանի դեմ։ Հիմա Հայաստանն օգտագործում են 18 թվի Հայաստանում իշխանապողությունը մի քանի նպատակ ուներ։ Նպատակներից մեկը Հայաստանը ամբողջովին դառնա Ռուսաստանի հարավի ուղղությամբ խնդրահարույց պետություն։ 1. Արցախը հանձնվի 2, որ 102 կիլոմետր Ադրբեջանի այն ժամանակ Արցախի եւ Իրանի սահմանը հսկվի ՆԱՏՕ-ի կողմից, ներառյալ նաեւ Իսրայելի կողմից, հա, Իրանն է խնդիրներ։ Հիմա այդ գործընթացն է գնում, այնպես որ օրինակ Մեդվեդևը շատ հստակ է անթակույց առանց սեթևեթանքի ասել։ Եվ արագացնել որն ասենք, հիմա պատկերացրեք, գազի գնի պայմանագիր կա, չէ՞։ Դե Ռուսաստան նախագահ Տրամփ չի, որ ասենք օրինակ ասի ինչ։ Ասի հենց հիմա բաներ եմ, турքեր եմ մտցնում։ 1000%։ Հետո ասա չիլնի։ Կամ հետո մյուս օրը կասի չէ 1000 չէ 200%։ Հետո այն մյուս օրը կասի չէ ոնց որ բանակցություններ են գրում։ 4-րդ օրը կասի չէ 1000 2000 եմ դարձնում։ Անտեսելով կնքված պայմանագրեր, չէ, ԱՄՆ-ի եւ այլ պետությունների միջև։ Հիմա Ռուսաստանը չի ասում Հայաստանի հետ պայմանագիր եմ կնքել, հիմա турքեր մտցնենք, տարիֆները բարձրացնենք։ Չի ասում, չէ։ Հետաբար պայմանագիրը երևի թե մինչև տարվա վերջը, այդ գազգինը եւ այլն։ Հիմա Ռուսաստանին չի ասում է եթե դու Եվրամիություն ես գնում, դու արդեն իմ դեմ ես, որտեղ իմ դեմ 58 պետություն պատերազմում է հավաքական առումով։ Եթե գնում ես այն ճամբարը կապ չունի քո ստատուսը ընդդեմ ինչա։ Պարիննապաբեգուշ կղդուր բացող փակող թե քո երկրի ամեն ինչ օգտագործել է մեր դեմ։ Իմ համար այդ երկրորդական է։ Ռուսաստանը այդպես է մտածում կարծում եմ։ Բայց այդտեղ ավելի շատ վստահության խնդիրը չի, որովհետև նույն Սերբիան գնում է եւ դեպի Եվրամիություն։ Սերբիայի նախագահի նկատմամբ կա վստահություն։ Սերբիայի նախագահ 17 տարի ոչ էս նախագահի նախորդները եւս փորձում են մտնել Եվրամիություն։ Սերբիան ստացավ ինչ 3 մատի գործողություն։ 2008-ին էլ Սաակաշվիլին էր փորձում Վրաստանը տանել։ Ստացավ նույն գործողությունը։ Ուկրաինան է փորձում գնալ, ստանում այդ գործողություն, նույնը Հայաստանը։ Մեր նման պետությունները ոչ թե Եվրամիության անդամ դառնան, որոնք փոքր ավազակներ են։ Եվրամիությունը ինքը փոքր ավազակապետություն է։ Մեծ ավազակապետությունը ԱՄՆ-ն է։ Հիմա դու ավազակ չես, դու օգտագործող ես, քեզ կօգտագործեն լիմոնի նման կքամեն, դեն կնետեն մի կողմի վրա։ Եվ այտենց ասենք 500 տարի գաղութատիրական համակարգ աշխարհում Եվրոպան եւ հետո Միացյալ Նահանգները ունեցել։ Աֆրիկայից սկսած, հա, Չինաստանով, անով, որ մեկ ասենք։ Հիմա Հայաստանը օգտագործվող է, դուք մի նայեք, որ Հայաստանը չգիտեմ ինչ։ Ուկրաինան օգտագործվում է մարդկային պոտենցիալով, չէ՞։ Զոհվում է այսօր ուկրաինացին եւ Ուկրաինայի տարածքում քաղաքացիական պատերազմ է։ Գործնականում եղբայր դեմ է պատերազմ։ Մոլդավիային ինչի համար են օգտագործում։ Մոլդավիայի ընտրությունների կապիկության իմաստը ո՞րն էր։ Որ Մոլդավիան այդ ուղղությամբ կարող է խնդիրներ առաջացնի Ռուսաստանին կամ մեր դնստի Մոլդավական հանրապետությունում ապրող մի քանի 100,000 ռուսախոս եւ Ռուսաստանի քաղաքացիներին։ Մեզ Բալթյան հանրապետությունները ինչի համար են։ Խնդիրներ առաջացնեն Կալինինգրադի մարզում բնակվող մի քանի միլիոն Ռուսաստանի քաղաքացիներին։ Իհարկե միայնակ չի, իրենց կմիանան նաեւ Ֆինլանդիան եւ Նորվեգիան։ Դա մար ՆԱՏՕ-ի անդամ չէ, դարձան։ Հիմա հարավային Կովկաս։ Հայաստանը այս ամեն ինչի տրամաբանությունից դուրս ընկած վիճակ է, որտեղ Ռուսաստանը դաշնակից է։ Իսկ արձանագրում ենք նախորդ նախագահներ Հայաստանի Հանրապետության բականին ճիշտ քաղաքականություն են վարել։ Փաստացի։ Հիմա այդ քաղաքականությունը այսօրվա իշխանություններով փոխվում է եւ պիտի փոխվի արագ, որտեղ Ռուսաստանի դեմ այս ուղղությամբ կարող է ճակատ բացվի։ Կենտրոնական ասիական, միջինասիական հանրապետությունը եւս խնդիրներ պետք է առաջացնեն։ Ղազախստան, թիրախը Ղազախստանն է, Ռուսաստանի ամենացավոտ Ղազախստանն է, այս process-ի մեջ էլ Հայաստանն է։ Պարոն Ապետյան, շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների քարոզարշավի ընթացքում խոսելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ
կոնտակտների, շփումների մասին, ասում էր Ռուսաստանը այլ կարգավիճակի պետություն է, մասշտաբների ազդեցության, բանը, եւ բնական է, որ ես պիտի զանգեմ Պուտինին, հո Պուտինը չպետք է զանգի ինձ։ Հիմա օգոստոսի 8-ին ասում է տարում։ համաձայն ենք, այդ միակ բանն էր, որ համաձայնեցինք։ Անցնենք առաջ։ Հիմա անցնենք առաջ, օգոստոսի 8-ին այդ մեկամյակն էր փաստաթղթի ստորագրման, Ալիև Փաշինյան, Տրամպի կառավարությամբ եւ Փաշինյանն էր զանգել Ալիևին։ Թեպետ իրենք հավասարազոր կողմեր պիտի հիմա հարցս ավարտեմ, հավասարազոր կողմեր պիտի դիտարկվեին։ Հիմա հիշելով Պուտինի խոսքը, Պուտինի մասին ասված խոսքը Փաշինյանի, որ ինքը պիտի զանգի, ո Պուտինը չի զանգի, ստացվում է այս դեպքում եթե պետությունները առաջին հայացքից կշռով պիտի հավասար լինեին իրար, տարածքով, բնակչությամբ շատ չեն տարբեր, զինատեսակներով, ռազմաարդյունաբերությամբ, երբ որ այս պարագայում էլ ինքը հələ մի բան էլ Ալիևին զանգողն է, եւ ես հատուկ նայեցի Ալիևի պաշտոնական կայքում president.az-ում Փաշինյանի զանգի մասին լուրը առաջին էջում էլ դրված չէր, այսինքն եթե այստեղ կառավարության կայքում գլխավոր լուր էր դրված, Ադրբեջանի նախագահի կայքում գլխավոր լուր չէր, ուղղակի պիտի մի քանի էջ ման գար, որ գտնեիր ու շեշտված էր, որ Հայաստանի վարչապետն է զանգել Ալիևին։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է ռեգիոնալ իմաստով Փաշինյանը այս զանգով, բացի նրանց որ մանրամասներից խոսենք, ընդունում է նաև Ալիևի շեֆությունը, որ ինքն է առաջին դերում եւ ինքը Ալիևի, այսպես ավելի ենթակա կարգավիճակում է։ Նախ քանի որ Փաշինյան Նիկոլը ինքը մեր խիստ ավանդական արժեքային համակարգի կրող է, այս ուղնուցուց է էլի։ Մարմնի ամեն մի բջիջը օրը 24 ժամ այդ արժե համակարգի կրողը եւ այդ արժե համակարգը երկրում կիրառողն է։ Ինքը օրինակ գտնա որ մեծին զանգելը փոքրի գործն է, չէ՞։ Այո։ Դիմալև իրենց մեծ է տարիքով։ Այս մի հատ ատմաս կա։ Հիմա երկրորդը։ Օրինակ եթե որոշում կայացվի որ Հայաստան դեմ պատերազմն է, ինչ է կարծում։ Հայաստանը պարտություն կկրի։ Եթե Փաշինյանն է այստեղ, Եթե չէ, սպայն ինքն է։ Ինքն էլ ասել է, չէ՞ որ ինքն էլ է դա ընդունել, որ եթե պատերազմը Դե հիմա եթե քեզ դու մի պետության ղեկավար ես զանգում, որը քեզ պատերազմ հաղթել է, այո։ եւ կարող է մի հատ էլ հաղթել։ Եվ կարող է այդ հաղթանակը արդեն կործանարար, հա, կլինի։ Եվ ինքը գիտի, որ Ալիևի նաև քայլերից է կախված իր իշխանության լինել չլինելու հարցը։ Հələ այդ 10-րդական է իր համար հայության հետ ինչ կլինի, Հայաստանի հետ կլինի։ Այդ մարդը իր եսի անձի մասն է, այլ որտեղ խիստ փառասեր է, փառասեր մարդիկ միշտ իրենց եսի մասն են, նույնիսկ ընտանիքի մասն չեն մտածում։ Դե մարդը եթե իրեն Պապ Թագավորի Հիսուսի ժամանակներից գալիս է այդ մեր կողմերով բանկնում ապագա, իր համարելով կա, բացի Ալիևից։ հա, ուրեմն հետեւաբար, այո, ինքը պիտի զանգարի։ Ինքը մտածում է այսպես, լավ, թող Արեմուտքը, Տրամպը, Ալիևը, արեմեցան տերությունների ղեկավարները այդպես ինձ հեգնեն, ձեռառնեն, մի հատ ապտակեն, Բայց մնամ իշխանության։ մնամ, ես թաքուն Հայաստանին կուժեղացնեմ, ինքը իր ներսում է սա, էլի sense երազանք ունի։ Ես վստահաբար եմ ասում, ինքը դա մտածում։ Ասում է ժամանակ շահեմ, ուժեղանամ, աշխարհում ինչ որ բան փոխվի, ավելի հզոր դաշնակից իմ հետ դաշնակից լինի, հա։ Պահը գա ատամս բռնի, Ալիևից կվերցնեմ, այն ինչ որ կվերցնեմ, ինքը դա մտածում։ Թուրքերն մտածում են, ասում են, այս լոխնով է։ Մենք Ալթայի տափաստանից չունենալով պետություն, պետականություն եկանք երկիր մուրակի խաշմերուկին տեր եղանք, sense լոխերին կուլ տալով։ Թող ինքը Փաշինյանը ինք իրեն, ինչպես ասում են, հույս տա։ Ալիևը եւ Էրդողանը այդպես Որտեղ թուրքերը դա մտածելով հասկանում են, իր տակի, եթե ոչ ինքը, իր շուրջ բոլորը իրենց մարդիկ են։ Վերահսկում են իրավիճակը։ Ահա, ոչ միայն կադրային քաղաքականությամբ են վերահսկում, շատ ճիշտ է։ Ռուբեր Ռուբինյանի նշանակում եք, այստեղ դուք ինձ որ հարցրեցիք, չէ՞, տարբեր կարծիքներ կար։ Ես այլ կարծիք ասեցի։ Որտեվ քաղաքականություն հիմա Թուրքիան Հայաստանի համար վահան է դառնում Ալիևի, ասենք, խիստ քայլերը Հայաստանի հանդեպ կասեցնելու։ Փաշինյանը այդպես է մտածում, որ իր փրկողը սպային դա Էրդողանն է։ Եվ հետաբար Թուրքիայի հետ ամեն դերականը պետք է անի։ Որտեվ տարածաշրջանում ինքը գտնում է, որ Էրդողանն է այստեղ ասող։ Նո Էրդողանից էլ մի քիչ վերև, ասենք, այնտեղ Բրիտանիան է գալիս, հետո մի քիչ վերև Միացյալ Նահանգները։ Եվ հետաբար ինքը պետք է զանգի Ալիևին, իհարկե ինքը պետք է զանգի։ Պարտված պետության Ալիևի որոշելով եւ Էրդողանի որոշելով այնքը կմնա իշխանության, թե չի մնա։
Ցանկացած միած սադրանք չեմ ասում պատերազմ, այդ բավարար է, չէ՞ որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը խցանի նման թռներ, չէ՞ տեղից։ Չէ՞ պատկերացնում եք ընդդիմությունը այդ արտը ոնց կօգտագործել։ Եթե Ալիևին պետք լիներ, որ Էրդողանը չընտրվեր։ Ու թեման փակում է։ Էրդողան թե Փաշինյանը։ Ինչպես։ Ասիկ Ալիևին պետք լիներ, որ Էրդողանը չընտրվեր։ Փաշինյանը։ Փաշինյանը։ Դե այնքան Էրդողան ենք ասել։ Փաշինյանն ասելով Էրդողանը ենք հասկանում։ Երիտաբար սա է վիճակը, այնպես որ պետք չի բան նայել, էլի, թե ինչու ինքը պետք է զանգեր։ Հիմա Ալիևը եւ իր խորհրդականները արտաքին գործերի նախարարը անընդհատ հիշեցնում են սահմանադրության փոփոխության մասին։ Հա, խոստացել է պիտանի։ Իշխանությունները խորհրդարանում այս բանին տարբերակ չունեն, եթե ընդդիմությունից մարդ չի ասում իսկո։ Ասում են արդարադատության նախարար տարբերակներից մեկը ասում են ստորագրահավաքով։ Հա։ Բայց այդ դեպքում էլի խորհրդարանը պիտի համաձայնություն տա։ Այստեղ իրավական դաշտը Փաշինյանը օգտագործելու է, որպեսզի սահմանություն չփոխվի։ Խորհրդանի իր ոչ 2/3-ը ինքը օգտագործելու է, որ չփոխվի։ Անդիմության կոշտկեցվածքը ինքը օգտագործելու է, որ չփոխվի։ Իրեն ձեր չի տալիս փոխել։ Որտեւ այդ փոխելը նախ Հայաստանում ներքաղաքական լուրջ ճգնաժամ առաջ է վստահաբար։ Մենք չգիտենք այդ սահմանության մեջ բացի անկախության հռչակագրից ուրիշ ինչեր է մտածել, չէ՞։ Բավար հանկարծ գրած լինի, որ Հայաստանը չեզոք պետություն է։ Այսինքն ավտոմատ կերպով Ռուսաստանի հապկի ԵԱՏՄ լրիվ դուրս է գալիս։ Նախ հապկից ավտոմատ է դուրս գալիս, որտեղ հապկը ռազմաքաղաքական կառույց է, չեզոք պետությունը չի կարող լինել ռազմաքաղաքական կառույցի անդամ։ Գիտեք, հապկում քննարկում են Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Դե խանգարող գործոն ես դարձել, բալաստ ես, ատավիզմ ես, մնացուկ ես դարձել։ Դե պատերազմը պետք չի պարտվել։ Որից պարտության հետևանքներն են սա։ Օրինակ, այս վերջերս կարծում դու էլ կարդացած կլնես այդ լրահոսով, որ հետքի լրագրողը գնացել էր այո, հավաքների եւ տեսել էր, ասենք փամփուշտը կա, զենքը չկա։ Ինչ ասում շտաբի պետը։ Ասում է, զենքը չկա, բայց փամփուշտները կան։ Ասում է փամփուշտները կլինեն խոշոր տրամաչափի զենք կարա եւ չլինի։ Գիտեք, բա ինչով են կրակելու։ Չէ, բայց խնդիրը արետ տեսանկյունից չնայենք։ Ես սահմանում ծառայել եմ բավականին երկար։ Ասենք, եթե փամփուշտ արկղերով կա ու զենքը չկա, այդտեղ առնվազն մի 10-15 հոգի հենակ մարտական հենակեթի ավակից 10-ակի հրամանատարից, Վաշտի հրամանատարից, գումարտակի հրամանատարից, մեկը հրամանատարի տեղակալ սպառազինության գծով, գնդի հրամանատարի երկու տեղակալներ, սպառազինության մարտական գծով, այս բոլոր պատասխանն դա բոլորը զենքը։ Ոնց ինչ են շանկում։ Այսինքն զենքը կարող է մի 2 ժամ հետո հասնել, եթե մարտական հենակետում խնդիր լինի։ Աբսուրդ է, չէ՞ ասել։ Ուղղակի իրանք չեն մտածել, որ կարող է ինչ-որ մեկը տեսնի, հասկանա ու գրի դրա մասին։ Ես գիտեք ինձ ինչ մտքի վրա բռնացրեցի, որ դա Ադրբեջանի պահանջն է, խոշոր տրամաչափի զենք պիտի չլինի սահմանին իրանց դեմ։ Այո։ Եվ ամենահավանականը հենց սա է, որտեղ շտաբի պետի ասած այդ հիմարությունը իսկ ակնհայտ է, չէ՞ հիմարություն։ Քանի որ ինքը մտքից տկար է կրուտիտների առումով, հիշում եք, չեն ջերմուկի դեպքերից ինչեր էր պատմում։ Կարող է պրոֆեսիոնալ լավ զինվորական է, բան չունեմ ասելու, ես հետը չեմ ծառայել, թե հետը ծառայել են Ղարաբաղում, գիտեն չեմ ուզում եթերով ասել։ Ոչ միայն Ղարաբաղում, Մոսկվայում սովորել են, ես մտերիմ ընկերներ ունեմ, շատ բան գիտեմ, բայց խնդիրը դա չի։ Խնդիրն է, որ այդ մարդը խափելու մարդկանց ֆրսնելու, այսպես ասենք, ժարգոնային հունարին հնարքներին չի տիրապետում։ Ինքը անկեղծ է ասում, ինքը անկեղծ էր ասում, բայց ինքը չէր էլ մտածում, որ կարող է հանկարծ մարդիկ։ Բանապիծ է, ես շատ շնորհակալ եմ ձեզ, որովհետև այդ մի հատ հետաքրքիր տեսանկյուն առաջարկեցիք, որը չէր քննարկվել։ Ընդ որում, այդ տեսանկյունից առաջին էստեղ եմ ասում։ Այո, դե շնորհակալ ենք դրա համար։ Հիմա ի՞նչն է հետաքրքիր ստացվում։ Սրանք բանակն էլ չէ, սարքեցին տարի ու կես։ Առաջին հայացքից թվում էր, թե քաղաքացիների աչքը մտնելու համար են անում, բայց մեծ հաշվով բավարարվում էր Ադրբեջանի այն պահանջը, որ հայկական բանակի թվականակը պիտի կրճատվի։ Այո, դա պահանջ է։ Այսինքն վերնագիրը ուրիշ բան է, իբր ուրիշ գործողություններ են անում, արդյունքը ստացվում է այն, որ Ադրբեջանը բավարարվում է այդ քայլերից, այսինքն հայկական բանակի թվակազմը կրճատվում է։ Եվ այդ թվակազմի կրճատման պատճառով է, որ մարդկանց ուղղակի
օթանավակայանից բռնում տանում են հավաքների 25-օրյա վարժական հավաքների, որովհետև այնքան է կրճատվել թիվը, որ երևի թե սահմանը խնդիր ունի։ Ես երկրորդ եմ, միտքդ քիշես էլի։ Հիվանդությունների քանակը, որոնք առաջ կարող էին ազատվել, հիմա հանել են որոշակի քանակ, որ մարդը գա գոնե թիկունքային, այսինքն քանակ չկա։ Ավելին ասեմ, վարժական հավաքների ժամանակ բոլոր նրանք, ովքեր հրաման են տվել հավաքների մասնակիցները գնան մարտական հերթապահության, հա, անցկացնեն, իրենք դատվեն, բոլոր անխտիր։ Որտե մարտական հերթապահություն մասնակցելու համար մարդը անցնում է մի շարք ֆիլտրերով։ Այդ մարդկանց 101% այդ ֆիլտրերով չի անցնելու։ Ոչ ֆիզիկականը, ոչ բարոյական, ոչ զենքի տիրապետելը, հա, ոչ այլ ստորաբաժանումների հետ ներդաշնակում հասկանալը եւ այլն։ Այս մարդիկ 45 տարեկան, 40 տարեկան, 20 տարի առաջ ծառայած։ Մի բան էլ կա, մի դրվագ էլ կա։ Այսինքն այս Դուք նայ չգիտես ինչ լրացնում ես։ ազդեցության տակ գտնվող մարդու է ստանում առաջնագիծ։ Հա, չես ստուգում, հա, ճիշտ է։ Որովհետև ժամկետային զինծառայողը գնում է բանակ, ինքը Ոնց 6 ամիս իր կապի 5 միջոցներն է վերահսկվում, ինքը ազատ Ամեն կապի ինչ։ հնարավորություն Ճիշտ է։ չունի, այսինքն ի վերջո ինքը ձուլվում է այդ զորատեսակի հետ։ Ճիշտ ես ասում, որտեղ նաև կարող հավաքագրված մարդիկ էլ լինեն։ Ոչ չգիտես։ Այսինքն սա ինչի համար են այս խոճապային վիճակով դիրքեր հանում, որտեղ քանակ չկա, չէ՞։ Պայմանագրայիններին որ հանում են, այդ ես բան չունեմ ասել, պայմանագրայինների մեծ մասը այդպես պին ժողովուրդ են, բայց երբ որ դրանց ֆիզիկականը մյուս բաներ որ նայում ես, կամ դեռ ինչեր են, չեմ ուզում ասեմ։ Այդ ճիշտ չի։ Մեր մասած սխալ է։ Երբ որ մեր դիմաց իրական հակառակորդը, որի մարտական խնդիրը քեզ գրավելու, քեզ ոչնչացնելն է։ Պարոն Աբեցյան, մի հարց կա, Իսկ այդ գնդացիրի պահո, այդ խոշոր տրամաչափ, ես պատկերացնում եմ, ասենք խոշոր տրամաչափի գնդացիր։ Ոնց։ Այսինքն պիտի 3 ժամ սպասեմ, որ այն հենակետերից կամ գնդից բերեն հասցնեն ինձ, փամփուշտը կա, զենք չկա։ դեպ ես Պատական չի խոշոր, այսինքն քեզ թույլ են տվել, միայն ավտոմատ ունենալ։ Չէ, սա հերոստատողներին բացենք, դուք երկարամյա զինվորական եք, ես էլ գոնե առաջնագծում ծառայել եմ մարտական հենակետում եղել եմ, խոշոր տրամաչափի զենքը էական աջակցություն է առաջնագծին։ Ինքը կարող է այդ զենքն է պահում խոշոր տրամաչափի զենքը հակառակորդի կենթանի ուժի տեղաշարժը կարող է կանգնեցնել։ Ինքը զսպիչ գործառույթ ունի։ Էական, ասենք տեխնիկայի առաջընթացը կարող է կանգնեցնել։ Ահա, իսկ հակառակորդը քեզ ստիպել է, որ դու իմ կարծիքով հակառակ դեպքում գլխավոր շտաբի պետի այդ բացատրությունը առնա։ Հիմա բոլորը հեգնում են, չէ՞ իրան։ Ոսում ես դեբիլն ով է։ Ոնց թե փամփուշտը կա զենքը կարա չլինի, զենքը 3 ժամից են բերելու որ կռիվ եղավ։ Մեծումա պետք է լինելու 3 ժամից։ Պետք չլինելու, այսինքն այդտեղ ասվել է որ այդ զենքը չլինի։ Իսկ ով կարա ասի։ Վստահաբար ոչ դասակի, ոչ վաշտի, ոչ գումարտակի, ոչ գնդի։ Չէ, բայց դա ուրիշ բան է նշանակում։ Եթե դա ճշմարտություն է, նշանակում է մեր հենակետերի իրողությանը նաև տիրապետում են ադրբեջանցիք, որ վստահ են, այսինքն որ սրանք վախենում են անգամ գախտի տանել, եթե չեն տանում իրական։ Պայմանա դրած։ Ուրեմն վերահսկող էլ կա այդ պայմանը։ Ենթադրում այո։ Ենթադրում այո։ Օրինակ այդ Եվրոպայից եկած հետախույզները պատտվում են, չէ՞, այդ կողմերը։ Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը ունի դիվանագիտական անձեռնխության ստատուս։ Իդեպ դիտորդական առաքելության ղեկավարը ասել էր, որ իրենք իրենց բոլոր գործողությունների մասին տեղյակ են բաղում Ադրբեջանին։ Սա այնպես որ ձեր ասածը գաղտնիք չի։ Այսինքն հիմա գալիս է, իրանք անցնում են, նայում են, մեկը բազան մի դիրքում չհասկացա։ Զանգում են Ալևին, ասում են, այս դիրքում դեշիկ է, նո Ալևին չի հասկանալի։ Դեշիկ է դրած։ Ոնց։ Ունդեղ արդեն Նիկոլ ուրիշ տեղից զանգ է ստանում։ Իրեն ասում են, ապա տեղը չես բերում։ Այսինքն գիտեք ինչ, երբ որ դու պարտվում ես ու պարտող երկի ղեկավարը մնում է իշխանության, վերջես է լինում։ Իհարկե։ Բայց իրա վրա լծակ կա, 1000 լծակ կա իրա վրա։ Չէ, դուք հիշում եք անգամ Սյունիքի դեպքերը, պարոն Ապետյան։ Սև լճի որ հանձնվեց դիրքերը։ Այո, երբ որ հրանգ էր տվել, որ ձեռնամարտի բռնվել։ Եթե անգամ կրակում են ձեր վրա, դուք չկրակեք, թող մոտենան։ Չկրակելու հրաման, որը քրեորեն Պաջուլի արաք է։ Չկրակելու հրամանը ինքը քրեորեն, գիտեք ինչու։ Որտեղ ով մարտական հերթապահության ծառայել է, չէ՞։ Այնտեղ ոնց է։ Իրա դիրքի պաշտպանությունը դա քրեական պատասխանատվություն է, որը կարա կոչումով բանը լինի, շարքային էլ լինի։ Ես ունեցել եմ դիրքեր շարքային, իմ համար կոչումը չէր կարևոր, կոչումներ մյուսները։ Ուրեմն հակառակորդը գալիս է, ինքն է գնահատում իրավիճակը, զեկուցում է, կրակ հրաման, ինքը վերևից կարև չստանա։
պայտա գեթինքը գտնումա, որի իր անձնակազմի դիրքերի պաշտպանությանը վտանգ է, ինքը կրակ հրամանա տալիս։ Չէ՞ միջը մի հատ էլ Փաշինյան Նիկոլ ասի կրակի կամ մի կրակի։ Բարձեմ ասում, շարքային զինվորը կրակ հրաման տա մարտական հենակետի հավաքը։ Կոչումով շարքային։ Իջևանի մի քանի բաներում այն ժամանակ ունի գասպաններ գնդի հրամանտարը եւ պինդը տան զինվորներ կային։ Կոչում էին տալիս չեն ուզում, ասում են մենք դիրքերում մնանք։ Պարոն գնդապետ։ Այստեղ ճիշտ է։ Ինչևէ, հիմա ինչի արեմ ասում։ Չէ, բայց կոչում տալիս ենք, էս տիպ մենք գոնե սերժանտն է, որովհետեւ ստատուսն է այդպես, ասենք գոնե ջոկի հրամանատարի։ Հիմա երբ որ չկարակելու հրամանա ձեռնամարտից ո՞րն է։ Այդ որտեղ է, այդ որ կանոնագրքում են գրած ձեռնամարտ։ Հասկանում եք, այս բոլորը լրիվ քրեական հոդվածներ են։ Բայց պարտված երկրի դառը եւ դաժան ճակատագինն է։ Բայց որը պիտի ցույց տալ, որ մարդիկ տեսնեն։ Դե հիմա ասում ենք էլի։ Հիմա այդ քաջությունն անունից ես չեմ կարծում, որ ինքը առաջին մարտն է եղել, որ այդ բանը տեսել է, հետքի լրագրողը։ Այստեղ էլ երևի Էզիկի Բաղդասարյան ծառայել են մեր բարձրում ծառայել էր երկար ժամանակ ճանաչում եմ անձնապես։ Կարող է գաղափարական առումով շատ բաներով տարեմբռուններ մեջնեն, բայց որպես պրոֆեսիոնալ Արցախում ինքն էլ Արցախից արմատն է, Մոնտեի մտերիմ ընկերներից։ Հիմա երևի իր աշխատողները տարական բաներ հասկացել են, այդքան քաջություն ունի էլ դրա մասին բարձրացնել, որտեղ դա առաջին դեպքը չէ, որ տեսել է, շատերն են տեսել, ուղղակի ասել են դե շարից փորձանքից հեռու ինչի ասենք, չէ՞։ Լավ, մի հարց եմ ուզում դες այդ քննարկել, քանի որ մեր բոլոր հարցազրույցների բանում այսպես առանցքում պետությունն է, պետության շահն է, եւ ձեզ համար պետության շահ սպասարկելու տեսանկյունից կարևոր չի դուք ում լավ կասեք ու վատ, հա։ Հիմա ինձ մի հարց է անդադ տանջում, որ խորհրդարանում հնչում է, ոնց որ հարց է հնչում, որ Փաշինյանը պատասխանի, որ Տիգրանաշենը ճանաչում եք Հայաստանի տարածքային ամբողջականության մաս թե ոչ։ Փաշինյանն ու ԿՊ-ն խուսափում են։ Երբ որ դու հասկանում ես խուսափեն, ավելի լավ չէ հարցը չհնչի։ Այսինքն ո՞րն է մեր ուզածը, որ այդ հարցը տանք ինք ասի ոչ, չենք ճանաչում։ Եթե այդ խուսափելը մեր օգտին է, եթե խուսափի, այդպես ավելի ճիշտ չի այդ մոտեցումը։ Լավ, եկեք կարևոր խնդիրը, կարևոր հարցը վերաբերյալ է Տիգրանաշենը, ինքը ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք է, գյուղ է, որը միջպետական ճանապարհով Հայաստան երկու մասի է բաժանում։ Ընդ որում այդ ճանապարհի մի մասն էլ է Իրանը։ Այդ գյուղինն է։ Ես նախկինում գիտեի, որ այդ գյուղի արոտավայրերը, ասենք մշակովի կամ անմշակ հողերը, տները կադաստրում չէին, կադաստրի մեջ չկային։ Ես դա գիտեի շուտ։ Այս վերջերս ասենք մի քանի ամիս առաջ, դից հանգամանքների բերումով ընկերներից մեկը գնում էր, ես գնացի։ Նաև նկարող խումբ կար հետ։ Իրենք ինչ որ ուսումնասիրում էին ողբալի վիճակում էր։ Համարը մարդ չկար, գյուղում 4-5 բան աշակերտ։ Այնպես ստացվեց, որ արագ կենտրոն զանգեցին, որ շուտ նկարող խումբ է եկել, նկարում են, բան, մի պատասխանատու անձ եկավ, չասեմ ով, հարվածի տակ չդրել։ Հետո ես անուղակի իր հետ խոսեցի, այտենց մի քիչ ագրեսիվ բան եւ այլն, բայց հետո որ փափկեց բան բացատրեցիք եւ այլն։ Ինքը հաստատեց, որ առ այս պահը ինքը պաշտոնատար անձ էր։ Խոսքը ասվել է բանավոր, որից է տարածք, որից է տուն կադաստրով վկայական չի տրվում, որը նշանակում է, որ այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածք չեն։ Հիմա որ հարց ես տալիս, ինչի համար։ Օրինակ ես այս վերջերս որ նման հարց դե Տիգրանաշենի վերաբերյալ շատ է չէ խոսում։ Մինչև այս նոր գումարման ազգային ժողով նախկիններն են չէ խոսում։ Ես օրինակ եթերով եմ ասել իմ ծանոթներն էլ դեպուտատներն։ Ասում հարգելներս դուք ինչու եք ձեր հարցը ռետորական Փաշինյան Նիկոլ։ Դիմեք կադաստրի պետական կոմիտե, կառավարության առընթեր մարմնա չէ։ Որի վերադասը վարչապետն է։ Հիմա դիմեք ասեք, այս ինչ ջուղ, այս ինչ տուն, ձեր մոտ գրանցածա թե չէ, կամ գնացեք տեղում։ Դե հետո այդ տեղում ձեր աշկով տեսեք, ֆիքսեք, հետո եկեք դիմեք կադաստրի պետական կոմիտե, իրանք պարտավոր են ձեզ պատասխանել։ Այլ որ իրանք պատասխանեն, որ այդ տարածքը տարածք չի եւ կադաստրի պետական կոմիտեում քարտեզագրում չկա, սեփականության վկայականներ չկա տրված, ձեր համար պարզա որ այդ տարածքը Ադրբեջանի Հանրապետության տարածք է։ Այսինքն պետք է որ դա դրոշ սարքեն ամեն այսօր Փաշինյանին ինչ որ բան կսմիթ անեն։ Բավար Փաշինյանը կանգնի ասի դոլա դե, դա ձեր ժամանակից Ադրբեջանն է, ինչ եք ստից բաներ անում։ Չի ասում, չէ։ Ուրեմն
հույս ունեմ որ ուրիշ գործընթաց կգնա դրա։ Այն ժամանակ չկար, իրենք մտածում են մենք հաղթող պետություն ենք, ես ասեմ ինչու չկար։ Չէին կարևորում։ Ոչ թե որ իրանք հատուկ անում են, որ դա Ադրբեջանից, ասենք, ինչու մեր կադաստրի մեջ չմտա, որտեվ իրենք մտածում էին Ղարաբաղի հետ կապված համալիրի լուծում ալնել, այդ համալիրի մեջ նաև Տիգրանաշենի հարցը կլուծի, որը Հայաստան դառնա։ Փոխանակման, բարձեմ ասում, ուժեղը տենց է մտածում էլի վստահ բան։ Դաမှնախկինները չեն արել։ Բայց եթե հիմա անկեղծ անաչար անենք, սա Փաշինյանի գրպանը պետք չի գցել։ Ես դուր չեմ ասում։ Ինձ համար կարևոր ճշմարտությունը կապ չունի նախկինան ներկայա, ով է ինչը։ Նախկիները ինձ համար 3 նախագահներ արելն առավելագույնը։ Արցախ ազատագրել, բանակ ստեղծել, Արցախ պահել, հեսա իմ համար էս չափը մնացածը երկրորդական բան է։ Տիգրան Մեծից ով ինչ է հիշում, կարաք ասեք։ Չէ՞։ Ճիշտ եմ ասում ինչ են հիշում։ Հիմա այս նախագահանից Լևոն Տեր-Պետրոսյանը ասեն 1000 բան կարան ասել։ Բայց այդ մարդի ժամանակը չի տարածներ ազատագրվել։ Հիմա 1000 բան։ Ռոբերտ Քոչյանը այդ ժամանակա չէ Արցախում եղել պատասխանատու։ Սերժ Սարգսյանը այդ ժամանակա, հետո բանակները կայացել են, ուժեղացել են, Ադրբեջան մի քանի փորձ արել ձախողվել, այդ նախագահների ժամանակա չէ եղել։ Հետևաբար ճիշտ է ասել, որտեղ դա է կարևոր մնացած այնքան երկրորդական են։ Հարցի զեկույցությունը երևի թե պարզ ասଛି։ Ես ուզում եմ ասել, պետք չի դες քարոշչական։ Հենց դա եմ ասում, եթե մի հարց տալիս ես, որի պատասխանը կարող է ի վնաս Հայաստանի լինել, այն կողմն էլ ախպեր շատ չի ուզում այդ հարցի պատասխանը։ Հիմա ես ասի, շատ ես եմ ասում։ Մի տվեք էլ այդ հարցը։ Շատ ես եմ ասում։ Ինչ Փաշինյանը կանգնասի, եթե հները այդքան լավն էին, խի բան չէին անում։ Հայաստանի կադաստրում չէին մտցնում։ Ինձ եք ասում։ Պարտված երկրի նախագահ եմ։ Վարչապետ եմ, լավ նախագահ չէ։ Պարտվել ենք, չէ՞, փաստավոր պարտվել ենք։ Այ հիմա ինչքան էլ ինքը բան է, մանիպուլյացիա անի, թե թոկեր մեր վզից, բան, ինքը հասկանում է որ պարտվել է։ Որտեւ իր համար հաղթանակը մեծ բերկրանք էր։ Հունիսին հիշում եք 20 թվի ինչ մեդալների շարք, հերոսի կոչում, մարտական խաչեր։ Ավելին բանը ԿՊԱ-ականները ասում են Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց, որ այս ամբողջ ռազմական գործողությունը պլանավորվել է Փաշինյանի գլխավորությամբ։ Հուլիսյան տխուր։ Հա, այսինքն հաղթանակը լավ բան է, չէ՞։ Հիմա դու հաշվի որ այսօր մենք արձանագրենք այդ իրողությունը։ Պարտված պետության ղեկավարը այսօր վարչապետի պարտականությունն է կատարում։ Սա ընդունեք։ Հա իրան անընդհատ ասենք անկյուն քշեցիր, ինչ դրանց հաճույք է ստանում։ Ինքն էլ կանգնի մի օր իսկական հոգնածնելուց կարող ասի, դες լավ նախագահների խի բան չդարձրեցիք, Հայաստան չսարքեցիք, խի կադաստրի մեջ չմցրեցիք, ինչ է հիքիաթներ եք պատմում։ Կարա չի ասի։ Չի ասում։ Մի բզբզեք։ Մտածեք որ ոնց անենք, որ չտանք, որտեղ նորից եմ ասում, դրա ստրատեգիական նշանակությունը նույնիսկ մենք չենք էլ պատկերացնում։ Հայաստանը երկու մասի է։ Այս շրջանցող ճանապարհի մասին մի քանի խելոք բան ԿՊԱ-ականներ ասում են, հեսա շրջանցող ճանապարհ վիդեոով գցենք։ Արա ձեր տան դեմի ասֆալտը չեք կարում գցեք։ 2 մմ-անոց ասֆալտ է գցում մի ամառ ձմեռ չի դիմանում։ Դա շրջանցող ճանապարհի հարց չէ, դա նաև Ադրբեջանի ներկայության հարցն է։ Հարգելիս, ինքը գալիս է Հայաստան երկու մասի է բաժանում։ Սա իրոք ծանր է, այս սահմանադրություն եւ այլն, սրանք ընթացած գործընթաց է։ Էսի խիստ առարկական է։ Մեր համար էսի կենսական է այս տարածքը։ Հոպատական չէր, որ մինչև 18 թիվը Նախիջևանում առաջ խաղացումներ էր եղել։ Այնպես որ ամբողջ Նախիջևանի բնակավարերը ափի մեջ էին մերոնց։ 5-րդ կորպուսը մարտական խնդիր էր կատարել, սա բարձունքները վերցրել են։ Ես էլ հարցնում իմ ընկերների մեջ այդ հրամանատար իմ ընկերներից մեկն է, ասում բա այդ բարձունքները ո՞նց եք, ասում ամեն մեկ իր տղու անունով է դրել բարձունքները։ Սս բաներ ա եղել։ Հետո մեկ էլ չգիտես ինչու մայիս հունիսին մի մասը հանձնվեց։ Իդեպ։ Այստեղ հեղափոխություն են խաղում, բայց այնտեղ թույլ տվեցին, որտեղ միջ դիրքային հեռավորությունները մի քանի կիլոմետր են, այսինքն մենք այդքան բանա ապահովագրած տարածքներ ունենք։ Մինչև հասնեն այդ դիրքեր եւ այլն էլի հերար զենքերով խփում էր չէր թողում մոտ գա եկան մեր դիրքերի մոտ այդ ամբողջ տարածությունը կրճատեցին այդ մայիս հունիս ամսին աղելի դե Շնորհակալ եմ պարոն Նահապետյան հետաքրքիր զրույցի համար ես շնորհում զրուցում եմ Հայկ Նահապետյանի հետ տեսություն կհանդիպենք